Բարև հայ մարդ, բարև մարդկություն, ուրեմն տեսեք, սա շատ կարևոր հայտարարություն է, ընդհանրապես իմ բոլոր խոսքերը շատ կարևոր են, որ ընկալեք, որ գիտակցեք, ես խոստանում եմ, որ դուք հաղթելու եք, հայ մարդ, դուք ուզում եք հաղթեք, նաև դա հարց է, ուղղված ձեզ, ես ճանապարհը գիտեմ, որպեսզի դուք հաղթանակ ունենաք։ Ուրեմն տեսեք, հայ մարդիկ, ուրեմն այն ովքեր որ ասում են, որ ինչ որ իշխանության գալուց հետո պետքա պայքարեն, դա բլեֆ է, դա իրականում սա խաղ է, ովքեր որ ասում են, որ պետքա գանք իշխանության, որպեսզի մենք, այսինքն ձեր կյանքը բարելավենք, դա բլեֆ է։ Նրանք ակնհայտ ստում խաբում են, նրանք հայի տականքներ են, այսինքն առանց հայ մարդը արդեն իսկ իշխանություն է, այսինքն միջև իր իշխանության գալը նա պետքա ցույց տա պայքարի եւ հաղթանակի եւ ցույց տա իր մարդ լինելը, ուրեմն ես մի մոդել եմ, այսինքն վերլուծելով հասկացել, որով մեզ այսինքն որևէ մեկի, այսինքն մեզ պետք չի որևէ մեկը, ում միջոցով մենք կունենանք, այսինքն հաղթանակ եւ հաջողություն։ Նրանց այդ որևէ մեկը, ով որ պետքա, այսինքն իշխանություն հանդիսանա, եթե հայ մարդը արդեն իսկ իշխանություն է, ուրեմն հայ մարդը պետքա կառավարի, ոչ թե ինչ որ մի 10 ովչիկ գա մեզ ղեկավարի, այն ովքեր որ հայտարարում են, որ մենք գանք իշխանության, ձեր կյանքը կբարելավեն կամ ինչ որ խոստումներ են տալի, նրանք ակնհայտ ստում են, նրանք ակնհայտ խաբում են, նրանք ակնհայտ հայի տականք են, նրանք ակնհայտ 10 ովչիկներ են, եթե ով ինչ հարց կունենա, կարող է ինձ ուղղել, հայ մարդն է իշխանությունը, բոլորդ անհատապես հայ մարդ իշխանություն եք, դուք դա գիտակցեք, ես պատրաստ եմ ձեզ աջակցելու, գիտակցորեն աջակցելու, ձեր կողքը կանգնելու, ձեր իրավունքները պաշտպանելու, ուրեմն հայ մարդ, իմացեք, որ մեզ ինչ որ մեկին մենք պետք չի, որ ընտրենք, որ մենք լավ ապրենք, մենք պետքա պահանջատեր լինենք, հայ մարդը պետքա պահանջատեր լինի, որպեսզի լավ ապրի, իսկ այն ովքեր որ ասում են մեզ ընտրենք, որ լավ ապրենք, դա բլեֆ է, դա նրանք հայի տականք են, ես կարող եմ